Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ինչպես հիշում եք, ես ձեզ նախորդ տեսադասերում ներկայացրեցի կենսաքիմիա բաժնի ընդհանուր տեսությունը, որից հետո ներկայացրեցի նաև այն թեստերը եւ թեստային առաջադրանքները, որոնք առկա են մեր միասնական քննություններում, ինչպես նաև դրանք տեղ են գտել կենսաբանության շտեմարաններում։ Եվ ինչպես կռահում եք, այսօր հերթը հասել է խնդիրների լուծման մեխանիզմներին, եւ այսօր ձեզ կներկայացնեմ նուկլեինաթթուների վերաբերյալ խնդիրների լուծման հիմնական ձևերը։ Նախ հիշեցնեմ ձեզ չարգաֆի կանոնները, որոնք թեպետ ներկայացրել եմ նախորդ տեսադասերում։ Պիտի իմանաք, որ ադենինը հավասար է թիմինին, գուանինը հավասար է ցիտոզինին եւ դրանից հետեւում է, որ ադենինի հարաբերությունը թիմինին, ինչպես նաեւ գուանինի հարաբերությունը ցիտոզինի հավասար է 1-ի։ Ադենինի եւ գուանինի գումարը հավասար է թիմինի եւ ցիտոզինի գումարին, որից էլ հետևում է, որ ադենինի եւ գուանինի գումարային հարաբերությունը թիմինի եւ ցիտոզինի գումարին հավասար է 1-ի։ Ադենինի եւ թիմինի գումարային հարաբերությունը գուանինի եւ ցիտոզինի գումարին դա կոնստանտ հաստատուն մեծություն է։ Այն կոչվում է սպეციფიკության գործակից եւ մարդու մոտ հավասար է 1.53-ի, ինչպես նաեւ տեսակներին բնորոշ կենդանիների մոտ մեծ է 1-ից, իսկ բույսերի մոտ փոքր է 1-ից։ Առանձնացրել եմ ձեզ համար կարևոր շատ 5 պայմաններ, կարևոր շատ 5 կանոններ, որոնք պետք է պարտադիր իմանալ, որպեսզի կարողանանք լուծել նուկլեինաթթուներին վերաբերող բոլոր խնդիրները։ Նախ, ԴՆԹ-ի երկարությունը պետք է հաշվել։ Մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը բազմապատկելով նուկլեոտիդների միջև հեռավորությանը, որը հավասար է 0.34 նանոմետրի։ Ուշադրություն դարձրեք մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը։ Թեպետ խոսքը գնում է ԴՆԹ-ի մասին։ Զանգվածը հավասար է ընդհանուր նուկլեոտիդների քանակը բազմապատկած մեկ նուկլեոտիդի զանգվածին։ Ադենինի, թիմինի, գուանինի եւ ցիտոզինի գումարը, ընդհանուր գումարը 100% է, եւ եթե խնդրում տրված է կամ պահանջում է տոկոսով, ապա պետք է այս 4-ի գումարը հավասարեցնենք 100-ի եւ կարող ենք գտնել սրանցից յուրաքանչյուրը, եթե խնդրում տրված է սրանցից որևիցե մեկը, իսկ եթե խնդրում տրված է ոչ թե տոկոսով, այլ ընդհանուր թվով, ապա պետք է այս 4 նուկլեոտիդների գումարը հավասարեցնենք այդ ընդհանուր նուկլեոտիդների քանակին։ Հիմա երբ ներկայացնեմ խնդիրները, դուք արդեն անհատական օրինակներով ավելի լավ կպատկերացնեք։ ԴՆԹ-ի մոլեկուլում ադենինը հավասար է թիմինի, ինչպես նշեցինք, իսկ ցիտոզինը հավասար է գուանինի։ Եվ շատ կարևոր է նաև իմանալ, որ ջրածնային կապերը հաշվելու համար պետք է հստակ հիշել ադենինի եւ թիմինի միջև առաջացող կրկնակի, ցիտոզինի եւ գուանինի միջև առաջացող եռակի ջրածնային կապերը։ Անցնենք արդեն օրինակի ուսումնասիրմանը, առանձնացրել եմ խնդիրների 5 ձև, տվյալ դեպքում կուսումնասիրենք խնդրի առաջին ձևը, որտեղ հիմնականում տրվում է կամ պահանջում է տոկոսը, կամ տրված է ընդհանուր նուկլեոտիդների թիվը, կամ մեկ նուկլեոտիդի թիվը եւ պահանջում է մնացած նուկլեոտիդների թիվը։ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում ցիտոզինային նուկլեոտիդի քանակը հավասար է 450-ին, որը կազմում է այդ հատվածի նուկլեոտիդների ընդհանուր թվի 18%-ը։ Գտնել ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում թիմինային նուկլեոտիդների քանակը։ Նախ ուշադրություն դարձնենք, որ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածում ցիտոզինը հենց 450-ը դա ընդհանուր նուկլեոտիդների 18%-ն է կազմում։ Հետևաբար դժվար չէ գտնել 100%-ը, որը իրենից կներկայացնի արդեն ընդհանուր ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի նուկլեոտիդների քանակը։ Եվ եթե X-ը մենք լուծենք, ապա կստանանք 2500, 2500-ը կլինի մեր 100%-ը, որը հավասար է ԴՆԹ-ի ընդհանուր նուկլեոտիդների քանակին։ Այնուհետև պետք է տեղադրում կատարենք, քանի որ գիտենք, որ ադենինի, թիմինի, ցիտոզինի եւ գուանինի ընդհանուր գումարը 2500 է։ Տվյալ դեպքում տեղադրում ենք 450 գուանինի
Եվ ինչպես գիտենք, ցիտոզինը հավասար է գուանինի, խնդրում տրված է ցիտոզինը 450, այստեղից ենթադրում ենք, որ գուանինի քանակը նույնպես 450 է։ Իսկ ադենինը եւ թիմինը մեզ համար անհայտ են եւ հավասար են իրար, դրա համար մենք այստեղ կտեղադրենք x եւ այնուհետեւ x-ը կհաշվենք։ Անցնենք երկրորդ տեսակին խնդիրների, որտեղ որ արդեն մենք ունենք ադենինի եւ թիմինի գումարային հարաբերությունը գուանինի եւ ցիտոզինի գումարի։ Օրինակի վրա հստակ նշենք, ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը կազմված է 9240 նուկլեոտիդներից, իսկ ադենինի եւ թիմինի գումարային հարաբերությունը գուանին եւ ցիտոզին գումարին հավասար է 1/2-ի։ Գտնել ադենինային նուկլեոտիդի քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում։ Նախ եւ առաջ մենք պետք է այս հարտահայտությունը դուրս բերենք եւ այստեղից երկու անհայտով հավասարությունից մենք ստանանք որևիցե մեկ անհայտ։ Տվյալ դեպքում, քանի որ ադենինը հավասար է թիմինի, իսկ գուանինը հավասար է ցիտոզինի, մենք մեզ կարող ենք թույլ տալ նշանակել երկու ադենինի հարաբերությունը երկու գուանինի, որը հավասար է 1/2-ի։ Եթե մաթեմատիկայի կանոններին համապատասխան մեր երկուսները կրճատենք, արդյունքում կստացվի, որ ադենինի եւ գուանինի հարաբերությունը հավասար է 1/2-ի։ Եվ այստեղից էլ հետևում է, որ ադենինը հավասար է 1/2 գուանինին։ Եթե տեղադրենք, ելի նույն կերպ տեղադրենք, այնպես ինչպես նախորդ խնդրում, այս 4 նուկլեոտիդների գումարը միասին եւ հավասարեցնենք ընդհանուր 9240 ԴՆԹ-ի նուկլեոտիդների քանակին, այստեղ մենք կկարողանանք տեսնել, որ յուրաքանչյուր նուկլեոտիդի տեսակին կարող ենք արդեն հավասարեցնել մեր ստացած թվերը։ Օրինակ ադենինը, ինչպես տեսնում եք կարմիրով նշված, հավասար է 1/2 գուանինի։ Թիմինը հավասար է նույն ադենինին, որը նույնպես հավասար է 1/2 գուանինի։ Ցիտոզինը նույնպես հավասար է գուանինի եւ գուանինը հավասար է գուանինի։ Տվյալ դեպքում մենք երկու անհայտով հավասարությունը դարձրեցինք մեկ անհայտով հավասարություն, որից էլ հստակ հետևում է, որ 4/4 գուանինը հավասար է 9240-ի։ Սրանից կհետևի, որ գուանինը մեր հավասար է 2100-ի։ Ինչպես տեսնում եք, մենք գտանք գուանինի թիվը։ Սակայն խնդրում պահանջում է ադենինային նուկլեոտիդների քանակը, եւ այստեղ մենք կարող ենք երկու հնար կիրառել։ Կամ ադենինը անմիջապես հավասար է 1/2 գուանին եւ այս արտահայտությունից հետևում է, որ 2100-ը կարող ենք բազմապատկել 1/2-ով եւ գտնել ադենինը, կամ կարող ենք կիրառել հետեւյալ տարբերակը։ 2100-ը բազմապատկենք 2-ի, քանի որ գուանին պլյուս ցիտոզին, մեզ պետք է գուանին պլյուս ցիտոզինը գտնել, արդյունքում ընդհանուր 9240-ից հանել գուանինի եւ ցիտոզինի գումարը եւ բաժանել 2-ի։ Այսպես մենք կստանանք ադենինի արժեքը, որն էլ հավասար է թիմինի։ Ես ձեզ ներկայացրեցի երկու տարբերակ, քանի որ մենք կարող ենք խնդիրներում տարբեր պահանջներ ունենալ եւ ամեն խնդրում ավելի արդյունավետ կլինի այդ խնդրին համապատասխան լուծման մեխանիզմ ընտրել։ Անցնենք խնդիրների երրորդ ձևին։ Այստեղ մեզ պահանջվում է գտնել ջրածնային կապերը եւ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածը կազմված է 3200 նուկլեոտիդներից, իսկ ադենին եւ թիմին գումարային հարաբերությունը գուանին եւ ցիտոզին գումարին այդ հատվածում հավասար է 0.6-ի։ Գտնել ադենինային նուկլեոտիդների թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում եւ հաշվել ջրածնային կապերի թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում։ Հիմա անցնենք եւս մեկ անգամ այս հարաբերության դուրսբերմանը։ Ինչպես տեսնում եք, ավելի մանրամասն այս խնդրում արդեն չներկայացնեմ, ինչպես տեսնում եք, այստեղից դուրս է գալիս ադենինի հարաբերությունը գուանինի հավասար է 0.6-ի։ Եվ իհարկե այստեղից էլ հետևում է, որ մեր ադենինը հավասար է 0.6 գուանին։ Ինչպես հիշում եք նախորդ էջում, նախորդ խնդրում ներկայացված արտահայտությունը, մենք պետք է ադենինին, թիմինին, ցիտոզինին եւ գուանինին տեղադրենք այն թվերը, որոնք որ ստացել ենք
առաջին հարցում հարաբերությունը լուծելու ժամանակ, հարաբերությունը դուրս բերելու ժամանակ։ Ադենինի փոխարեն կարող ենք տեղադրել 0.6 գուանին, թիմինը դե հավասար է ադենինին, էլի ստանալու ենք 0.6 գուանին, ցիտոզինը հավասար է գուանինին, այսինքն կարող ենք տեղադրել գուանին, իսկ գուանինն էլ հենց նույն գուանինն է, մենք ստացանք երկու անհայտով հավասարության վերափոխումը մեկ անհայտով հավասարության, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել։ Այստեղից հետևություն, որ մեր 3.2 գուանինը դա 3200 ընդհանուր նուկլեոտիդների քանակն է, եւ արդյունքում մեր գուանինը հավասար է 1000-ի։ Քանի որ պահանջում է ադենինը, ապա մենք կարող ենք ադենինը գտնել 0.6 անգամ 1000 թվով եւ ստանալ 600։ Սակայն հաշվել ջրածնային կապերի թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի հայթհատվածում, պետք է հստակ հիշել, որ ադենինի եւ թիմինի միջև կրկնակի ջրածնային կապեր են, եւ մենք պետք է ադենինի քանակը բազմապատկենք 2-ով, ստանանք 1200 ջրածնային կապ ադենինի եւ թիմինի միջև, ինչպես նաեւ հաջորդ քայլով 1000-ը, որը գուանինի քանակն է, բազմապատկենք 3-ով, քանի որ 3-ը 3 ջրածնային կապերն են խորհրդանշում։ Տվյալ դեպքում մենք ունեցանք գուանինի եւ ցիտոզինի միջև 3000 ջրածնային կապ, իսկ ադենինի եւ թիմինի միջև 1200 ջրածնային կապ։ Արդյունքում կգումարենք այս երկու ջրածնային կապերը, որոնք մենք ստացանք ադենինի, թիմինի, ինչպես նաեւ ցիտոզինի եւ գուանինի միջև, եւ կստանանք ընդհանուր ջրածնային կապերի թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում։ Անցնենք խնդիրների 4-րդ ձևին։ Այստեղ արդեն մենք ունենք երկարությունը եւ պետք է հաշվենք կամ խնդրում տրվելու է երկարությունը եւ պետք է հաշվել նուկլեոտիդների քանակը, կամ նուկլեոտիդների քանակը կտրվի եւ կհաշվեք երկարությունը ԴՆԹ-ի։ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածի երկարությունը 1.7 անգամ 10-6 մետր է։ Եվ ադենին թիմին գումարային հարաբերությունը գուանին եւ ցիտոզին գումարին հավասար է 1.75-ի։ Իսկ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0.34 նանոմետր է։ Գտնել ադենինի եւ թիմինի նուկլեոտիդների գումարը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում, գտնել գուանինային նուկլեոտիդների թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում եւ հաշվել ջրածնային կապերի թիվը ԴՆԹ-ի այդ հատվածում։ Ես խնդիրներն այնպես եմ ընտրել, որպեսզի յուրաքանչյուր քայլ, որը որ ներկայացրեցի նախորդ մեր էջում, կարողանամ եւս երկրորդ անգամ այլ խնդրի մեջ նույնպես կիրառեմ, որպեսզի ձեզ համար դա լինի ամրապնդում։ Ուշադրություն դարձնենք, որ այստեղ մենք ունենք ընդհանուր ԴՆԹ-ի երկարությունը, որը տրված է մետրով։ Իսկ քանի որ նուկլեոտիդների երկարությունը 0.34 նանոմետր է, մենք պետք է առաջի հերթին այս թիվը դարձնենք նանոմետր։ Պետք է իմանալ, որ 1 մետրը հավասար է 19 նանոմետր եւ արդյունքում 1.87 անգամ 10-6 մետրը հավասար կլինի 1870 նանոմետր։ Ինչպես կտանք մենք այս թիվը։ Նախ ասեմ, որ 1.87 անգամ 10-6-ը բազմապատկեցինք 10-9-ի, քանի որ 1 մետրից 19 նանոմետր է բնականաբար առաջանում, իսկ 1.87 անգամ 10-6-ից x։ Տվյալ դեպքում արդեն իսկ արտահայտությունը մեզ հուշելու է, որ 1.87 անգամ 10-6-ը պիտի բազմապատկենք 10-9-ի։ Ստացանք 1.87 անգամ 13, քանի որ բազմապատկման դեպքում գիտեք, որ ցուցիչները գումարվում են։ -6-ին գումարած 9 բնականաբար հավասար է 3։ Եվ ունեցանք 1.87 անգամ 13, որն էլ հավասար է մեր 1870-ի։ Արդյունքում 1870 նանոմետրը արդեն կարող ենք բաժանել նուկլեոտիդի երկարությանը եւ ստանալ մեկ շղթայի ուշադրություն, մեկ շղթայի նուկլեոտիդների քանակին, քանի որ ես կանոններում նշել էի, որ երկարությունը ԴՆԹ-ի գտնում ենք մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը բազմապատկելով 0.34-ի։ Այնուհետև 5500-ը կբազմապատկենք 2-ի անպայման, որպեսզի գտնենք երկու շղթայում, այսինքն ԴՆԹ-ում ընդհանուր նուկլեոտիդների քանակը, որը տվյալ դեպքում հավասար է 11000-ի։
Հաջորդ մեր քայլով մենք իհարկե կլուծենք այն արտահայտությունը, որը կատարեցինք, եւ այստեղից էլ դուրս է գալիս, որ ադենինը հավասար է 1,75-ի։ Եվ այսպես 5,5 գուանինը հավասար է 11,000-ի, իսկ գուանինը հավասար է 2,000-ի։ Քանի որ պահանջում է մեր խնդրում որպես առաջին հարց պահանջում է ադենինի եւ թիմինի նուկլեոտիդների գումարը, մենք ուրեմն 3500-ը կբազմապատկենք 2-ի եւ կգտնենք նրանց գումարը։ Այնուհետև գուանինը իհարկե գուանինն է պահանջում, որը արդեն իսկ մենք ստացել ենք։ Իջրասնային կապերը գտնելու համար գիտեք, քանի որ ադենինի թիմինի միջև գտնվում է 2 ջրածնային կապ, ապա 3500-ը, այսինքն մեր ադենինի քանակը բազմապատկելու ենք 2-ով, եւ 2000-ը բազմապատկելու ենք 3-ով, քանի որ գուանինի եւ ցիտոզինի միջև առաջանում է եղակի ջրածնային կապեր, որից հետո իհարկե կգումարենք 7000-ը 6000-ի եւ կստանանք ամբողջ ջրածնային կապերի թիվը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում։ Հիմա անցնենք խնդիրների վերջին ձևին, 5-րդ ձևին։ Այստեղ մենք ունենք ԴՆԹ-ից ՌՆԹ-ի սինթեզ եւ ունենալով ՌՆԹ-ի նուկլեոտիդների տոկոսները պետք է գտնենք ԴՆԹ-ի նուկլեոտիդների քանակը։ 3500 նուկլեոտիդներից բաղկացած ԻՌՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդների 24%-ը գուանինային է, 27-ը ցիտոզինային։ Պետք է գտնենք ԴՆԹ-ի մոլեկուլում ադենինային նուկլեոտիդների քանակը, ինչպես նաեւ գուանինային նուկլեոտիդների քանակը։ Պետք է նկարենք մեր ՌՆԹ-ի մոլեկուլը, որտեղ ցույց կտանք նաեւ տոկոսները։ Գուանինը, ինչպես նշեցինք, 24%, ցիտոզինը 27%, եւ այստեղից պարզ է դառնում նաեւ, որ քանի որ ընդհանուր ՌՆԹ-ի նուկլեոտիդների գումարը կարող եմ ընդունել 100%, այստեղից պարզ է դառնում, որ ադենինի եւ ուրացիլի գումարը հավասար կլինի 49%-ի։ Քանի որ մենք պետք է հիմա սինթեզենք, հետսինթեզ կատարենք, ԴՆԹ-ի այն շղթան կառուցենք, որից սինթեզվել է տվյալ ԻՌՆԹ-ն, մենք պետք է հասկանանք, որ ՌՆԹ-ի այս մեկ շղթան իրենից ներկայացնում է 100%, իսկ ԴՆԹ-ի երկու շղթան է իրենից ներկայացնում 100%։ Հետևաբար մեկ շղթայի դեպքում մենք կունենանք 50%։ Գուանինի դիմաց կկանգնեցնենք ցիտոզինը, որի դիմաց նաև կլինի գուանինը, ցիտոզինի դիմաց կլինի գուանինը, այնուհետև նրան կոմպլեմենտար ցիտոզինը, այնուհետև այսպես կներկայացնենք մնացած նուկլեոտիդները։ Եվ քանի որ այստեղ ունենք գուանինը 24%, ապա ԴՆԹ-ում այն հավասար է եղել մեկ շղթայում 12%։ Բնականաբար նաև դիմացի շղթայում նույնպես 12%։ 27-ը կբաժանենք 2-ի կստանանք ԴՆԹ-ի շղթայի գուանինի 1 գուանինի տոկոսը եւ իհարկե նրա դիմաց կանգնած ցիտոզինի եւս նույն արժեքը։ 49%-ը մենք կբաժանենք 2-ի, կստանանք 24.5 եւ իհարկե քանի որ թիմինի եւ ադենինի գումարն է 24.5, այստեղից էլ հետեւում է, որ ադենինը հավասար կլինի 12.25-ի, թիմինը նույնպես։ Հիմա եթե գործողությունները քայլ առ քայլ ներկայացնեմ, կստացվի հետևյալը։ Առաջին քայլով մենք 100-ից հանեցինք 24-ի եւ 27-ի գումարը, ստանալով ադենինի եւ ուրացիլի ընդհանուր գումարը, որը հավասար էր 49-ի ՌՆԹ-ի մոլեկուլում։ Այնուհետև երկրորդ հարցով 49-ը բաժանեցինք 2-ի, ստանալով 24.5, ստանալով ԴՆԹ-ի 1 շղթայում թիմինի եւ ադենինի գումարը։ Այնուհետև մեր 12.25-ը բազմապատկելով 2-ով, այսինքն տվյալ դեպքում չմոռանանք, որ խոսքը գնում է ադենինի մասին, պահանջում է ԴՆԹ-ում ադենինի նուկլեոտիդների քանակը եւ անզեն աչքով արդեն իսկ պարզ է հետեւյալը, որ մեր ադենինները տվյալ ԴՆԹ-ի շղթայում անզեն աչքով երևում է, որ ադենինները հավասար են 12.25 գումարած 12.25, այսինքն տվյալ դեպքում մեր ադենինը գտնելու համար մենք 12.25-ը կբազմապատկենք 2-ով, այնուհետև տվյալ տոկոսը կվերածենք թվի, բազմապատկելով 7000-ի, որը իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի ընդհանուր նուկլեոտիդների քանակը, քանի որ մեկ
Շղթայում ՌՆԹ-ի շղթայում 3500 էր, այստեղից հետևություն, որ ՌՆԹ-ի շղթաներում պիտի լինի 7000 եւ կբազմապատկենք 7000-ի կբաժանենք 100-ի ստանալով 1715 ադենինային նուկլեոտիդի քանակը։ Հաջորդ հարցով, քանի որ պահանջում է գուանինը, այստեղ նույնպես մենք անզեն աչքով տեսնում ենք, որ հստակ մեր գծապատկերում գուանինների գումարը հավասար կլինի 25.5-ի եւ արդյունքում 25.5%-ը մենք նույնպես կդարձնենք թիվ, այսինքն 13.5 գումարած 12 եւ այս գումարը բազմապատկելով 7000-ի բաժանելով 100-ի կստանանք գուանինի ընդհանուր գուանինային նուկլեոտիդների քանակը։ Հիմա անցնենք հաջորդ խնդրին, որը նույնպես 5-րդ ձևն է իմ ներկայացրած խնդիրների, եւ հիմա փորձենք եւս մեկ անգամ, իհարկե արդեն տարբեր հնարներով լուծենք հետեւյալ խնդիրը։ ՌՆԹ-ի մոլեկուլում ադենինային եւ ուրացիլային նուկլեոտիդները միասին կազմում են 60%, այստեղ արդեն միասին է տալիս, ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածի երկարությունը, որից ստացվել է ՌՆԹ-ն 2.21 անգամ 10-6 մետր է, իսկ մեկ նուկլեոտիդի երկարությունը 0.34 նանոմետր։ Տվյալ դեպքում պահանջում է գտնել ադենինային նուկլեոտիդների քանակը, ինչպես նաև գուանինային նուկլեոտիդների քանակը ԴՆԹ-ի մոլեկուլի այդ հատվածում։ Ինչպես ես ձեզ ներկայացրեցի նախորդ խնդրում, պետք է առաջինը կառուցել տվյալ ՌՆԹ-ն, որը սինթեզվել է մեր ԴՆԹ-ից եւ այնուհետեւ նշանակել այն թվերը, որոնք մեր խնդրում տրված են։ Ադենինի եւ ուրացիլի գումարը, ինչպես նշվում է խնդրում, հավասար է 60%-ի։ Եվ այստեղից էլ պարզ է, որ մենք տվյալ դեպքում ունենալու ենք ցիտոզինի եւ գուանինի գումարը 100%-ից հանած 60%, որն էլ հավասար է լինելու 40%-ի։ Պետք է նախ տվյալ քայլը իրականացնելուց առաջ իհարկե գտնել մեր ՌՆԹ-ի նուկլեոտիդների ընդհանուր քանակը։ Քանի որ մեզ տրված է ՌՆԹ-ի երկարությունը, որը հավասար է 2.21 անգամ 10-6 մետրի, այն պետք է եւս մեկ անգամ փորձենք վերածել նանոմետրի։ Եվ քանի որ հիշում եք, որ 1 նանոմետրը հավասար է 19 1 մետրը հավասար է 19 նանոմետրի, հետևաբար 2.21 անգամ 10-6-ը բազմապատկելով 19-ի կստանանք 2210 նանոմետր, որն էլ հավասար կլինի մեր ՌՆԹ-ի երկարությունը։ Եվ այնուհետև 2210-ը բաժանելով 0.34-ի մենք կստանանք մեկ շղթային նուկլեոտիդների քանակը, որն էլ այստեղ տվյալ պահին նշված է։ Այնուհետև իհարկե նկատեցիք, որ մենք կարող ենք ոչ միայն տոկոսներով գրել, ինչպես նախորդ խնդրում կատարեցինք քայլերը, այլ այս խնդրում փորձենք իրականացնել այս նույն գործողությունները նախորոք տոկոսը վերածելով թվի։ 6500-ը բազմապատկելով 60-ի բաժանելով 100-ի կստանանք մենք 3900 եւ արդեն կտեղադրենք թիվը, այնուհետև կգտնենք իհարկե 40%-ը, որը կարող ենք կատարել էլի նույն գործողությունը կատարելով, ինչպես նաև կարող ենք 6500-ից հանել 3900 եւ արդյունքում կստանանք ցիտոզինի եւ գուանինի գումարը։ Եվ այնուհետև իհարկե մենք ընդհանուր կգտնենք ԴՆԹ-ի նուկլեոտիդների թիվը, որը տվյալ դեպքում հավասար է 13000-ի։ Այնուհետև կսկսենք հետ սինթեզ կատարել եւ տեղադրել նուկլեոտիդները իրենց թվերով ԴՆԹ-ի շղթայում։ Իհարկե այստեղ պարզ է դառնում, որ մեր թիմինը կլինի 1950, ադենինը նույնպես, ինչպես նաև դիմացի շղթայում գտնվող ադենինի թիմինի քանակները նույնպես կլինեն 1950-1950։ Իհարկե արդեն իսկ պարզ է ձեզ համար, որ այստեղ արդեն քանի որ մենք
թվի ենք վերածել, կարիք չկա բաժանել երկուսի, քանի որ տվյալ դեպքում մենք ունենալու ենք արդեն իսկ ոչ թե տոկոսներով հաշվարկը, այլ ունենալու ենք թվով։ Եվ նախորդ խնդրում, քանի որ մենք տոկոսներով հաշվարկը կատարեցինք, հետևաբար ՌՆԹ-ի մեկ մոլեկուլը համարեցինք 100%, ԴՆԹ-ի երկու շղթան եւս 100%, այդտեղից էլ պարզ դարձավ, որ մեկ շղթան 50%-ն է եւ հետեւաբար պետք է մեր տոկոսները կիսեինք երկու մասի։ Իսկ այստեղ դրա կարիքը չկա, քանի որ արդեն իսկ մենք տոկոսով հաշվարկ չենք կատարում եւ տվյալ դեպքում մենք արդեն վերածել ենք 6500-ը դարձրել ենք 13000 եւ մեր լուծումները իրականացնում ենք այս 13000 թվով։ Արդյունքում պարզ դարձավ, որ գուանինը եւ ցիտոզինը կլինեն 1300 եւ 13000-ը 13000-ի 60%-ը տվյալ դեպքում հավասար կլինի 7800-ի, որն էլ բնականաբար նրանց կեսն էլ հավասար կլինի 3900-ի, եթե փորձենք այսպես լուծենք, հա։ Իհարկե տարբեր հնարներ կարող եք դուք այստեղ կիրառել, տարբեր գործողություններ կատարել, կարևորն այն է, որ դուք պատկերացնեք իրական խնդրի էությունը եւ կարողանաք պատկերելով այս ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի շղթաները նաեւ հասկանաք, թե ինչ գործողություն եք կատարում եւ այդ գործողությունը ինչի համար եք կատարում։ Դրա համար ես ձեզ ներկայացրեցի հետեւյալ 8 քայլերը, որոնք որ պետք են մեզ այս խնդիրը լուծելու համար։ Իհարկե պարզ է դառնում, որ մենք կարող ենք այս խնդիրը նաեւ լուծել այլ եղանակներով։ Եթե մենք արդեն իսկ կառուցեցինք հետեւյալ շղթաները, որտեղ որ հստակ երևում են բոլոր նուկլեոտիդների քանակները, մնում է մեզ ադենինային նուկլեոտիդի քանակը գտնել, որը էլի անզեն աչքով պարզ է, տեսնում եք 1950, 1950, այսինքն այստեղ գործողություն կատարելու նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա, քանի որ մենք արդեն իսկ ճիշտ կառուցել ենք հետևյալ շղթաները։ Իհարկե ընտրությունը ձերն է, դուք կարող եք կատարել այսպես նկարելու միջոցով, գծապատկերի միջոցով, որտեղ հաշվից սարքի միջոցով կարող եք ներկայացնել բոլոր թվերը եւ արդեն իսկ պարզ դառնա, թե որ նուկլեոտիդը ինչ թիվ է կազմում եւ իհարկե կարող եք նաեւ քայլ առ քայլ գործողությունները կատարել եւ նշել սրանցից յուրաքանչյուրը եւ այնուհետեւ գումարման միջոցով ստանալ այն նուկլեոտիդի քանակը, որը պահանջում է մեր խնդիրը։ Երկրորդ հարցով պահանջում է գուանինային նուկլեոտիդի քանակը եւ սա էլ իհարկե տեսնում եք հավասար է 1300 անգամ 2-ի։ Իհարկե հարգելիներս, մենք ունենք նաեւ ԴՆԹ-ի եւ սպիտակուցների վերաբերյալ այսպես համախումբ խնդիրներ, որոնք կներկայացնեմ ձեզ հաջորդ տեսադասում, երբ նաև կբացատրեմ ձեզ սպիտակուցի վերաբերյալ խնդիրները եւ հաջորդ տեսադասում արդեն իսկ կամփոփեմ մեր կենսաքիմիաբաժինը եւ մենք կարող ենք առաջ շարժվել դեպի բջջաբանություն։ Այսքանն էի պատրաստել ձեզ համար, հարգելի ունկնդիրներ, հուսով եմ կարողացա պատասխանել ձեր ինձ ուղղված բազմաթիվ հարցերին եւ կարողացա ներկայացնել ձեզ տարբեր հնարներ տվյալ խնդիրները լուծելու համար։ Լավ մնացեք եւ եղեք առողջ։ Շնորհակալություն։